Երեկվանից հայ հասարակությունը իր որդովմունքն է արտահայտում Վեոլա ջրի կողմից տարածած հերթական տեղեկատվությանն առայն, որ իրենք կրճատում են ջրամատակարարման գրաֆիկը։ Սիրելի հայրենակիցներ, ես արդեն 5 կամ 6 տեսանյութ ունեմ, որով պատմել եմ ձեզ Վեոլա ջրի բոլոր հնարավոր խախտումները այս տարիների ընթացքում եւ ինչպես են իրենք աշխատում։ Ջրամատակարարման գրաֆիկը դրվագներից ընդամենը մեկն է, ընդ որում յուրաքանչյուր տարի Վեոլա ջուր ընկերությունը մինչև սեպտեմբերի 1-ը այդ գրաֆիկը ուղարկում է համաձայնեցման հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողով, դե այնտեղ էլ բնականաբար ոչ մեկ չի իրենց այսպես ասենք ոչ մի պարտք, պահանջ, հարց, պատասխան նմանատիպ գործողություններ տեղի չեն ունենում, ասում են եղավ եւ հաստատում են։ Հիմա հաստատվել է գրաֆիկը, որը ամեն տարի էլ 17 ժամվա գրաֆիկով հաստատվել են, բայց հասցեներն են շատացել։ Օրինակ Արաբկիր համայնքում, հա, բազմաթիվ հասցեներ կային, որոնք 24 ժամյա էին, կային հասցեներ, որի առաջինից 4-րդ հարկերը 24 ժամ էին, հիմա դարձել են 17 ժամ ամառային գրաֆիկի ժամանակ։ Իդեպ ասեմ, որ ամառային գրաֆիկը երբ որ գա, մենք հետևելու ենք նաև, տեսնենք խմելու ջրի որակն ինչպիսին է, ու հետո ես ձեզ առաջարկելու եմ, որ դուք իրենց ձեր վճարած գումարները գնաք ու իրենցից հետ ուզեք հայցերով։ Այսրան դեռ կանդրադառնանք։ Հիմա վերադառնանք գրաֆիկին։ Ինչ է ասում Վեոլա ջուր ընկերությունը, ասում է սպառողների քանակը կտրուկ շատացել է։ Հարգելի Վեոլա ջուր, նախ երբ որ հերթական անգամ ձեզ կանչում են այդ համաձայնությունների ժամանակ, բարի եղեք, բարձրաձայնեք այդ ժամանակ։ Այսինքն, եթե դուք ուզում եք ասեք, որ քաղաքապետարանը աչուձախ շինթույլտվություններ է տալիս ու դա ձեզ խանգարում է, այդ նույն խնդիրի իդեպ ունեն մյուս հանրային ծառայություններ մատուցողները, հա, ուրեմն բարի եղեք, պատշաճ կարգով տեղեկացվեք։ Պետության հետ մի հանցավոր կամ հանցավոր բառը չակերտներում ստվերային համաձայնության եկեք, հա, ու հետո մեզ պատմեք, որ վայ գիտեք ինչ կա, այնքան շատ սպառող կա, դրա համար պետք է կրճատենք գրաֆիկը ձեր բոլորի։ Բացի այդ, դուք ասում եք, որ կապիտալ ներդրումների խնդիր կա, ասում եք պետության հետ եկել ենք համաձայնության, բայց ինչ չեք պատմում այն մասին, որ ջրային կոմիտեն 52 հատ համաձայնագիր է ձեր հետ կնքել ու ворթեգրել ձեր բոլոր պարտքերը, այլ շահութահարկի գծով, այլ մյուս պարտքերը, որտեղ գնաց է պատմել եք, որ պետությունը ներդնում չի անում, պետությունը հավատացել է, որտեղ ստուգող չկա, հա, ու ինչքան պարտ կա ձեզ ներելը, դուք այսօր մեզի չեք պատմում, դուք շահույթ ունեք, շահույթ գեներացնող կազմակերպություն եք, դուրները չի գալի, այդքան մի ողբերգական տեսարաններ սարքեք, ուղղակի գնացեք Հայաստանից, որևէ մեկը ձեր հետ ստրկացուցիչ գործարք չի կնքել, իդեպ։ Եվ վերջապես, ես առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այս տեսանյութի ներքո ասել ովքեր են համաձայն, մրցակցության եւ սպառողների պաշտպանության հանձնաժողով նրանց նոր լիազորությունների շրջանակում սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից դիմում ուղարկել եւ առաջարկել, որ նրանք քննեն ու հասկանան, թե ինչով է զբաղված Վեոլա ջուրը, ինչքանով են հիմնավոր նրանց փաստարկները, որովհետեւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նման իրավասություն չունի, չեն խաչվում հանձնաժողովների իրավասությունները, միանգամից ասեմ, որ այսպես պսևդո իրավաբանները իրենց դարակազմիկ փաստարկները ինչ չներկայացնեն։ Գրեք այս տեսանյութի մեկնաբանություններում։